Բարև սիրելի հետևորդներ ջան, մենք նայում ենք ստեղ այս պատին լիքը սրտի գումղտիկ նկարած, դա ովքեր են արել երիտասարդները, ինչ էներգիայով երիտասարդության։ Սա թվում է, ստեղ շատ հետաքրքիր էներգիաներ կան, մի քիչ ենքով խաղահարապարակ կա, այնտեղ լրիվ ուրիշ էներգիա է, ու մենք երիտասարդություն ասածը սովորաբար համարում ենք դա ֆիզիկական տարիք, դա հոգեվիճակ է, որ բոլորին հատուկ է։ Ուրեմն այդ հրաշալի երևույթների շարքից ենք խոսում, շատ մարդիկ կան, որոնց մասին, ում մասին կուզեն խոսել, ուղղակի երևույթները, չգիտեմ, ավելի հեշտ է երևի։ Ուրեմն երիտասարդությունը տենց հոգեվիճակ է, որ մարդը կամ ուզում է, կամ չի ուզում, ու իր հետ դա կատարվում է կամ չի կատարվում։ Երբ որ մենք ընկնում ենք Բամբասենկի գիրկը, չգիտեմ ինչի գիրկը, այդ ժամանակ կորում է, այդ ինչա կոչվում երիտասարդությունը։ Մենք մեր մասին ապրելու ընթացքում ոնց են երեխեքը խաղանում, երիտասարդները խաղանում, այդ ընթացքում մենք ուրիշ հոգեվիճակում ենք։ Հիմա քիչ առաջ, որ ես զուտ պատկերը վիդեո ցույց տվեցի, զուտ պատահական եկել եմ ու նստել եմ այդ պատուհանի դիմաց, որտեղ ֆանտաստիկ մարդիկ, ովքեր որտեղ լոգիկայով իրենց չեն ջարդել, կամ թույլ չեն տվել, կամ էլ չեն ասել այդ աստիճանի, խաղում են, զբաղվում են, ճոճվում են, չգիտեմ։ Ու հիշեցի մի պատմություն, եկեք լավ, այս երևույթին այդ երիտասարդության 70-անց կնոջ մասին պատմեմ, ով Մոսկվայից եկել էր, հենց Թումոյի այգում էինք, Թումանյանի այգի է սա կոչվում, Թուման կողքն է, սա ավելի խնամված լուրջ տեղ է, քան Թումոյի այգին, Թումոյի կողքի այգին, ինչևէ։ Այս կինը եկավ, հարցրեց կարելի է ցիգունի պարապմունքներին միանալ, մենք ասենք իհարկե եկավ, միացավ, շատ հաճելի կին էր, շատ որակյալ, շփվող բան եւ այլը։ Օրից մի օր մի քանի պարապմունք հետո ասաց, ես հաջորդ պարապմունքին շատ կարևոր գործում եմ։ Եկավ պարապես 15-20 րոպե, շատ շնորհակալություն դες գնալու եմ, ես ձեզ կհիշեմ, չեմ հիշում Մոսկվա թե Պետերբուրգում էր ապրում, Սուրբ Պետերբուրգում։ Ու տենց մենք մեր պարապմունքով եկել հոպ, տեսնենք ճոճանակների վրա մեր տատիկը ճոճվում է։ Ինքը տեղ պիտի գնա, ինչ-որ նշանдрեք էր, ինչ էր, միջև այդ ինքը իր հետ երիտասարդացնող պրոցես ուներ։ Հիմա այդ երիտասարդացման մասին է խոսքը։ Ոնց էլ փնտրտեք, մեր մեջ կգտնենք այդ երիտասարդությունը։ Կամ կարանք մեզ ծերացնենք, սպանենք եւ այլ մանիպուլյացիաներ անենք։ Նայած ոնց ենք տրամադրված, ինչին ենք հավատում, որտեղ է հավատը կոտրվել, ինչ է եղել մեր հետ։